Սյունիք անունը մեր տարածաշրջանում ապրող ժողովրդի համար իր նշանակությամբ առանձնանում է մյուս տեղանուններից։ Այն խորհրդանշում է մեր մարզը, փոքր հայրենիքն ու պատմական օրանը, հինավուրց Սյունյաց աշխարհը, որի հողում մարդկային կյանք է եղել անգամ Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակում։ Այս հանգամանքը Սյունիքը ենթագիտակցորեն դարձնում է սրբազան, եւ երկրագնդի որ անկյունում է լինենք, հպարտությամբ ենք նշում, որ սյունեցի ենք։ Սակայն Զանգեզուրում կա մի վայր, որի բնակիչները բոլոր հիմունքներն ունեն իրենց կրկնակի սյունեցի կոչելու, քանի որ այդպես հնչում է նաև նրանց հայրենի գյուղի անվանումը։ Սյունի գյուղը Կապանի ենթաշրջանում է, մարզկենտրոնին ամենամոտ գտնվող համայնքներից մեկն է։ Սյունիքը Կապանից բաժանված է ընդամենը 6 կիլոմետրով։ Այդ իսկ պատճառով կապանցիները քաջածանոթ են գյուղին, եւ այն հաճախ ընկալվում է որպես քաղաքի բաղկացուցիչ մաս, կամ հեռավոր թաղամաս, որին վստահված է մարզկենտրոնի շուկան գյուղմթերքով ապահովելու խնդիրը։ Բայց մենք կփորձենք բնակավայրին անդրադառնալիս ներկայացնել այնպիսի մանրամասներ, որին քչերն են ծանոթ։ Իսկ թե որքանով դա կհաջողվի, թողնում ենք հեռուստադիտողի դատին։ Այսպիսով, Սյունիք, գյուղ, որը միայն 1 դարի պատմություն ունի, բայց իր անվանումն ու արժեքներն անփոփոխ է պահում։ Գյուղի մուտքն ազդարարում է հայոց դրոշի 3 գույներով զարդարված ցուցանակը։ Այստեղից դեպի արևելք շարժվելու դեպքում հայտնվում ես Սյունիքի կենտրոնում, այսպես ասած գյուղամեջում։ Այստեղ կենտրոնացած են գյուղի համար կարևոր բոլոր օղակները՝ մշակույթի տունը, բուժկետը, արարողությունների սրահը, խանութներն ու կանգառը, ինչպես նաև մանկապարտեզը, իսկ մի քանի տուն վերև դպրոցն է։ Հենց այս երկու կառույցներից էլ կսկսենք մեր փոքրիկ էքսկուրսիան մեծ համայնքում։ Սյունիքի դպրոցը միջնակարգ է, ունի 94 աշակերտ։ Նրանց մի հատվածը հաճախում է շրջակա գյուղերից, քանի որ տեղի դպրոցները փակվել են։ Կապանից եկող աշակերտներ էլ կան, բայց հիմնականում դպրոցի աշխատակիցների երեխաներն են։ Կրթօջախում դասավանդում է 26 ուսուցիչ, ու բոլորն էլ բարձրագույն մանկավարժական կրթություն ունեն։ Այստեղ առավելագույն գիտելիքների տրամադրումը անքակտելի նախապայման է, հետևաբար գոհացուցիչ արդյունքները սպասեցնել չեն տալիս։ Ուսման առաջադիմությունը այս կիսամյակի ամփոփումով 100%, գերազանցիկների թիվը իհարկե այդքան շատ չեմ կարող ասել, որ կա, հիմնականում տարական կրտսեր դպրոցն են լինում, սակայն այսօր 10 բալանոց համակարգում բնականաբար այդքան էլ հեշտ չի լինում 9-երով փակել կիսամյակները, բայց ունենք առաջադիմող աշակերտներ եւ այս տարի ունենք նաեւ աշակերտներ, որոնք պետք է մասնակցեն դպրոցական օլիմպիադայի երկրորդ փուլին։ Երեխաները հաճույքով են մասնակցում տարբեր միջոցառումների, ունենք մեր շրջանավարտները ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ, կարելի է ասել մեծ մասը։ Արտադպրոցական միջոցառումներին են երեխաները մեծ հաճույքով մասնակցում։ Մենք ունենք փառատոների, տարբեր մրցույթների եւ ռազմահայրենասիրական խաղերի եւ սպորտային միջոցառումների եւ մեր երեխաները ունեն նաեւ խրախուսական ստացել են խրախուսական մրցանակներ տարբեր միջոցառումներին մասնակցելուց։ Դպրոցում աշխատում են նաև վաստակաշատ մանկավարժներ, ում կյանքի մեծամասնությունն անցել է կրթօջախի պատերի ներսում։ Ընկեր Մարտիրոսյանը արդեն 44 տարի աճող սերնդին բացահայտում է պատմության գաղտնիքները։ Թերևս նրանից լավ դպրոցն ու աշակերտներին ոչ ոք չի ճանաչում։ Խորհրդային կրթական համակարգը բավականին հստակ համակարգ էր։ Անկախ նրանից, թե ինչ էին ուզում, կար հստակ գաղափարախոսություն։ Խորհրդային դպրոցը լավ բաներ շատ է ունեցել, իր հետ ունենալով նաև իհարկե թերություններ, արատներ, եւ ես կարծում եմ, որ այսօրվա դպրոցը որոշակի բաներ ունի վերցնելու խորհրդային, ուրեմն հասարակարգից խորհրդային դպրոցից։ Այստեղ կոլեկտիվի աշխատանքի շնորհիվ ստեղծվում է միասնական մեկ ամբողջություն, ուսուցիչ, աշակերտ եւ ամենակարևոր հանգամանքներից մեկը, որ առանձնանում է այստեղ, դա թերևս այսօր գոյություն ունեցող բավականին հարգալից վերաբերմունքն է աշակերտների կողմից դեպի ուսուցիչները։ Եվ ես նաև այս տարիների ընթացքում իմ ունեցած, եթե այսպես կարելի ասել, հաջողություններից ամենակարևորը ես ոչ թե համարում եմ առարկայի ինք շատ լավ իմացությունը, այլ
առաջին հերթին մարդ լինելու կարևորությունը եւ այն հարաբերությունը, որ ես ունեմ աշակերտների հետ։ Սյունիքի միջնակարգ դպրոցն ունի մեկ ցավալի կողմ։ Դա դպրոցական շենքն է։ Նման դեպքերը սովորաբար դիպուկ նկարագրվում են տարածում գտած անմխիթար բառով, բայց այս դպրոցի պայմանները անմխիթարից էլ վատ են։ Թերևս ավելի տեղին է կիսավեր արտահայտությունը։ Շենքը շահագործվում է 68 թվականից։ Կարծում եմ ինքներդ էլ հասկացաք, որ այդ օրվանից ոչ մի անգամ չի ենթարկվել հիմնանորոգման։ Դասասենյակները մութ են ու անշուք։ Որոշ տեղերում մանրահատակն իսպառ բացակայում է, առաջացնելով սառնություն ու չմաքրվող փոշի։ Թե դպրոցի տնօրինությունը եւ թե համայնքի ղեկավարը բազմիցս բարձրաձայնել են խնդրի մասին, բայց հուսադրող պատասխան չստանալով ստիպված ուժերի ներածին չափով բարեկարգել քաոսային վիճակը։ Հասարակական կազմակերպությունների միջամտությամբ հաջողվել է վերանորոգել տանիքը, 2006 թվականին կառուցել ջեռուցման համակարգ եւ ստեղծել համակարգչային սենյակ։ Այս տարի էլ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ համայնքապետն ուսուցչանոցին աթոռներ նվիրեց, քանի որ դպրոցի ողջ գույքը գերշահագործված է, եւ դրական տեղաշարժերն այսքանով սահմանափակվեցին։ Տասնմեկ տարի այստեղ աշխատում եմ, հիմնանորոգումը միշտ եղել է գերակա խնդիրներից մեկը։ Միշտ մտածել ենք ինչ-որ չափով, ինչ-որ մի ձևով դիմել կազմակերպությունների, դիմել մեր համապատասխան վերադասմաններին, որպեսզի ասենք աշխատանքներ տարվի, բայց գիտենք, որ սուղ վիճակ է, բյուջետային հիմնարկենք, բյուջեից ծնվող հիմնարկենք, սուղ վիճակ է, սպասում ենք, տեսնենք երբ կլինի այդ հիմնանորոգումը, մեծ գումարների հետ է կապված իհարկե, մոտավորապես մի 300 միլիոն դրամի գործ պետք է արվի դպրոցում, որպեսզի դպրոցը ստանա իր այն հաճելի մեր աշակերտներին, մեր պետությանը վայել տեսքը։ Այսօր վարդությամբ դպրոցը ջեռուցվում է, գումարը իհարկե հերիքում է, որպեսզի ջեռուցումը ապահովել դպրոցում, բայց այդ գումարը նույնիսկ կարելի է տնտեսել, եթե մեր ապակիները եվրոպատուհաներ լինեն։ Հիմա այս պահի դրությամբ, որ սենց նայում եք պոլիէթիլենապատած է, որպեսզի ջերմության արտահոս չլինի։ Այսօր հատկացված գումարը նույնիսկ կարելի է կիսով չափ օգտագործել, բայց այն դեպքում, երբ որ ջերմության արտահոս չլինի։ Կատարել ենք աշխատանքներ ծնողների, մի քանի հոգու, տենց որ ասենք, հնարավորություն է եղել մեկը մեր բարերարներից, մեր ընկերներից, ասենք, մարդ է եղել, որ ասել այս կրասկան կտամ, այդ պատիները մեկը ասել է նյութը կտամ սպիտակացնելու, դասաներ կան, որ ասենք, տենց մենք աշխատանքներ ենք տարել։ Սյունիքում առաջին դպրոցը հիմնվել է 1930 թվականին։ Փայտաշեն կառույց էր, որի մի հատվածում դաս էին անում հայ աշակերտները, մյուսում ադրբեջանցիք։ Շենքից մի փոքր հատված էլ մանկապարտեզին էր հատկացված, որը 55 թվականից տեղափոխվեց նոր շենք։ Մանկապարտեզի արկայությունը հուշում է, որ համայնքում կային երիտասարդ ընտանիքներ ու կար շարունակական սերնդափոխություն։ Ուստի երեխաների նախադպրոցական դաստիարակության կարևորությունն անհերքելի է։ Մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը 37 է։ Երեխաները մանկապարտեզ հաճախում են անվճար, հովանավորվում է համայնքի ղեկավարության կողմից։ Սննդակարգը նորմալ է, կարելի ասել երեխաները սնվում են լիարժեք, ստանում համապատասխան կալորիաներ, ունենք ուսուցողական նյութերի պակաս, գույքի պակաս, այսօր երեխաները ճիշտ է, հաճախող երեխաների թիվը 37-ն է, բայց ունենք եւս 12 գրավոր դիմում, որտեղ ծնողները ներկայացել են, որ իրենք ցանկանում են երեխաները հաճախեն մանկապարտեզ, բայց քանի որ ունենք տարածքի պակաս եւ ոչ բավարար գույք, չենք կարող ապահովել այդ երեխաներին։ Սյունիքի մանկապարտեզն ունի 2 խումբ։ Այստեղ հաճախում են 3 տարեկանից բարձր երեխաները։ Մեր այցելության օրը կրթօջախի սաներին չհանդիպեցինք, քանի որ հաստատության շենքը նորոգվում էր։ Այս հարցերում մեծ է եղել բարեգործական կառույցների աջակցությունը, ինչպիսիք են World Vision եւ ընդդեմ իրավական կամայականությունների հասարակական կազմակերպությունները։ Միայն գյուղապետարանի միջոցներով այդքան աշխատանք չէր իրականացվի։ Նրանց միջամտությամբ է 2005 թվականին ամբողջովին փոխվել շենքի տանիքն ու 2011-ին Բաքում խաղահրապարակ կառուցվել։ Ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո մանկապարտեզը կվերադառնա բնականոն գործունեության։ Իսկ մինչ այդ երեխաները ուսումնական օրն անցկացնում են մշակույթի տանը։
Սյունիքը մեր այցելած գյուղերից միակն էր, որը ակումբի կամ գրադարանի փոխարեն մի հսկա մշակույթի տուն ուներ։ Ու առանց ավելորդ համեստության տեղացիները բոլոր հյուրերին պատմում են, որ իրենք մարզի գյուղերի մեջ ամենագեղեցիկ, մեծ ու լուսավոր ակումբն ունեն, լայն դահլիճով, հարուստ գրադարանով եւ ուսուցողական խմբակներով։ Մշակույթի տանը գործում են երաժշտական խմբեր, եւ բարի, եւ երգի։ Նաեւ ունենք փոքր թատերական խումբ։ Չի կարելի ասած թատերական, փոքր ներկայացումներ են դնում, դրվագներ, այսպես երգիծական մեծամասամբ։ Իսկ բարի խումբը մասնակիցների թիվը մոտավորապես 28 բարողներ են, մեծերի խումբ, միջին, փոքրերի։ Եվ ունենք 3-4 երգողներ, որակյալ, ոչ այնպեսին։ Միջոցառումները անցնում են շատ մեծ մակարդակով, տարվա մեջ չկա այդպիսի մի տոն, որ մենք չներկայացնենք եւ համերգներով եւ ասմունք ունենք, ասեմ նաեւ, որ այդ խմբակները անվճար են հաճախում երեխաները, ոչ մեկը չի վճարում, պարուսույցը իր բարն է պարապում, ես երգն եմ պարապում, երաժիշտը երաժիշտներին։ Մշակույթի տան բակում Սյունիքի բուժկետն է, որը կառուցվել է դեռևս 1996 թվականին բրիտանական Oxfam կազմակերպության միջոցներով։ Բուժկետն ապահովված է առաջին բուժօգնության բոլոր պարագաներով։ Մենք 850 բնակիչ ունենք, 180 երեխա մնացածը մինչև 18-ից բարձր։ Հիմնականում հիպերտոնիկ հիվանդներ են, օնկոհիվանդներ ունենք, շաքարային դիաբետով հիվանդներ ունենք, իշեմիկ հիվանդներ ունենք։ Դիմում են մեզ, եթե ասենք մենք գտնում ենք, որ ասենք կարող են քաղաքի բժշկի դիմեն, այն ժամանակ դիմում են։ Ստապություն է կաչում կամ խորհուրդ ենք տալու դիմեն բժշկի։ Բայց հիմնականում գյուղում մենք ենք դիմում։ Սյունիքում կան եւ գյուղացիական, եւ անհատական տնտեսություններ։ Ընդհանուր թվով դրանք 334-ն են։ Համայնքի կազմի մեջ ընդգրկված 4 բնակավայրերից բացի գյուղն ունի անվանակոչված թաղամասեր՝ գործարանային թաղամաս, Ալբերտավան, Բագրատունի, Գաղթական, վերին եւ ներքին թաղամասեր։ Վերջիններս պայմանական անուններ են, որոնք ապագայում կոչվելու են գյուղը որևէ կերպ բնութագրող տարբերակներով։ Օրինակ Բագրատունին տրվել է ի պատիվ այդ թաղամասում առաջինը տուն կառուցած Բագրատ Սարգսյանի։ Ալբերտավանը նախկին Մուսաբեկն է, որն անցյալ տարի անվանափոխվեց գործարար Ալբերտ Օհանջանյանի անունով, ով գյուղում բազմաթիվ ներդրումներ է ունեցել։ Առավել հետաքրքրական է Գաղթական թաղամասի պատմությունը։ 1927 թվականին Տաճկա Հայաստանից Գորիս գաղթող մեկ ընտանիք է լինել։ Նրանց ճանապարհն անցնում էր Սյունիքով։ Գյուղի սկզբնամասում աճած հաստաբուն տանձենու կողքին, որը մինչև հիմա կանգուն է, ճամփորդների սայլի անիվը դուրս է ընկնում։ Ընտանիքի առաջնորդ Էխմալը սա որպես բախտի նշան է համարում ու կարգադրում հենց Սյունիք գյուղում էլ հանգրվան գտնել ու տներ կառուցել։ Այդպես առաջանում է մի նոր թաղամաս, որին տեղացիները հաճախ անվանում են Էխմալյանների թաղ։ Էխմալյանները շուտով պարզեցին, որ բնակավայրի հողը հարուստ է ու բարեբեր, եւ ցանեցին իրենց հետ բերված առաջին կանաչեղենն ու բողկը։ Այդ օրվանից գյուղում հողագործությունը բարգավաճեց։ Ներկայումս անհատական տնտեսություններից ամենամեծն էլ պատկանում է եկվոր ընտանիքի։ 89 թվականին Ադրբեջանից Սյունիք տեղափոխվելուց հետո Հայկ Դավթյանը տարեց տարի մշակվող հողամասի մակերեսը ընդլայնեց, հասնելով 3 հեկտարի։ Հիմա ձմերա այնպես աշխատանք չկա, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, մաքրում, արուները մաքրում ենք, ծառերը տակը մաքրում, հավաքում։ Փետրվարի վերջի մարտի սկզբին սպիտակցնենք ծառերը, որ չոր ճյուղերը մաքրում ենք, հավաքում ենք, ասենց էլ է։ Առանձնապես ես մեծ համասությամբ հիմա զբաղվում եմ կանանչի աճեցնելով, կանանչի բիզնես։ Կուտեմ, սամետ, պետրուշկա, հենց իմանամ, կիրմինձան պեն, այսպես բաներ են, սող, այսպես գործերով ենք զբաղվում։ Ինչքան բերք եմ հանած շուկա, հալա այնպես բան չեղած, որ հետ բերեմ։ Թեկուս ասեք, այս ժանգները տանում եմ, ես հանձնում գալիս։ Օրինակ ես պուճուր ջերմոց ահագենից օգտատով։ Այն զումրա մոմենտին ահագեն սոխանեցի, հետո մանր մուժուրը, էլի թողում եմ, որ հաջի ենա կահանեմ, հետո փետրվարի 10-ից արդեն
բաժակների մեջ պիտի վարունգի սերմեր դնեն, նորից վարունգ աճեցնեն, որ մայիսի 10-15-ին պատրաստեն թանկ գներով կարողանանք վարունգ անել շուկա։ Գյուղի հիմնադրումը սերտ կապ ունի գործունեության այն ոլորտի հետ, որը ներկայումս էլ հանդիսանում է տարածաշրջանի տնտեսության հիմքը՝ հանքարդյունաբերության։ 1900 թվականին մեծահարուստ ֆրանսիացիների մի խումբ կապանի հանքերը աշխատացնելուն զուգահեռ բանվորների համար կառուցեց գյուղակ, որը բնակեցվեց կապանյան գյուղերից տեղափոխված ընտանիքներով։ Գյուղում, որն ի սկզբանե հենց Սյունիք էլ անվանվեց, եղել է նաև պղնձի ձուլարան, ուր ձուլվում էր կապանի այն ժամանակվա պղնձի ողջ պաշարը։ Այսօր էլ գյուղում պահպանվել է ձուլարանի շենքի ավերակը, Սյունիքի եզակի հնություններից է։ Ֆրանսիացիներից գյուղին մեկ հուշ էլ մնաց՝ նրանց կառուցած շենքը, որտեղ հավանաբար բնակվում էին։ Օտարերկրյա արդյունահանողները գյուղը լքեցին, երբ երկրում հաստատվեցին խորհրդային կարգերը, քանի որ կառավարությունն արգելեց նրանց հանքերը շահագործել։ 1929 թվականին հանքարդյունաբերությանը կից ստեղծվեց օժանդակ տնտեսություն, որը զբաղվում էր բանջարեղենի մշակմամբ։ Օժանդակ տնտեսությունը գոյատևեց մինչև 1958 թվականը։ Նույն տարում վերջինիս բազայի վրա ստեղծվեց Սյունիքի սովխոզը։ Կարելի է համարել, որ այդպես սկսվեց գյուղի պատմության ամենաբեղումնավոր շրջանը։ Խորտնտեսության անասնաֆերմայի վերջին վարիչի պատմություններից կարելի է պատկերացում կազմել ողջ սովխոզի աշխատանքային առաջադիմության մասին։ Իմ ղեկավարած բրիգադը 350 գլուխ խոշոր եղջերավոր անասուններ է, որից 120 գլուխը եղել է կոթկովեր, իսկ մնացածը երեժներ, մոզիներ, հորթեր, մեկ կովի ֆրաժային են, ասում են ժամանակ, մեկ ֆրաժային կովից ստանում եք 1800-ից 2000 լիտր կաթ։ Մսատությունը ունեք ինտենսիվ բտում, մոտ 100 գլուխ, որը մեկ տարեկան հորթերից, մեկ տարեկան հորթը քաշածը մեկ տարում ստացում է լինում էր արդեն 300 կիլոգրամ, մեկ տարեկան հորթ։ Վարձատրում էիք պահողներին ըստ քաշածի համապատասխան, ինչքան քաշածը ավելի են ստանում, այնքան էլ վարձատրում են։ Ճիշտ է, կյանքը այնքան էլ հեշտ չէր, բայց ուրախ էր անցնում, որին որ ասում է ինչ հանրություն տալիս է առանց որևէ տրտնջալու կատարում էր իր պարտականությունը։ Ղեկավարությունն էլ գնահատում էր այդ աշխատողներին, միշտ խրախուսում էին, միշտ պրեմիա ապահովում էին, դից էլի, և միշտ ասում էին, ով որ ցանկանում է թող պիճովկա վերցնի գնա հանգստանալու սանատորիա։ Արտադրանքն էլ շատ լավ էր, մանավանդ ինձ մոտ միշտ ես իմ ղեկավարած բրիգադը միշտ արժանանում էր գովասանքների, փոխանցիկ դրոշի, պարգևատրումների, նույնիսկ ժամանակ հիմա մարզպետարան են վարչություն էր, վարչությունից էին պարգևատրումներ աշխատողներին, լավ աշխատելու համար, կթորները ստանում էին պարգևատրումներ, նույնիսկ հորթ էին ստանում որպես պարգևատրում, եթե ասեք իրար հատկացված գլխականակից ստանում էր 18 կովից 18 հորթ, հորթի մեկ հորթ պարգևատրում էր։ Տնտեսությունն օրստորե ընդլայնվում էր։ Այդ ժամանակահատվածում Կապանի շրջանում եղած փոքր տնտեսությունները, ինչպես օրինակ Բեխը, Վաչագանը, Շղաշիկը, որպես տեղամասեր միավորվում էին Սյունիքի խորտնտեսությանը։ Իսկ 64-ից 65 թվականների Սևաքարի եւ Շաբադինի կոլտնտեսությունների կցվելուց հետո Սյունիք գյուղն ունեցավ Կապանի ենթաշրջանի ամենամեծ սովխոզը։ Այստեղ տարեկան աճեցվում էր 1500 տոննա բանջարեղեն, ապահովելով Կապանին անհրաժեշտ մթերքի 40%-ը։ Տնտեսության անունն իսկապես թնդում էր մարզում։ Հենց այդ տարիներից էլ, երբ տեղացիները ցանկանում էին տալ գյուղի անվանումը, Սյունիքի փոխարեն պարզապես սովխոզ էին ասում։ Այժմ էլ գյուղի բնակիչներին մեր տարածաշրջանում ավելի հաճախ կոչում են սովխոզեցի։